Պարոն Հակոբյան, արդյոք տարակուսած եք վարչապետի խոսույթից։ Ինչի պետք է տարակուսացնել։ Դե համբալներ, կոկեսացներ։ Մի հատ համբալ վարչապետին համբալ է անվանում։ Չի մտածում, որ 10 անգամ պետքա պատասխան ստանա։ Թե մտածում է, այտենց իրան ամեն ինչ կարելի է, իր իշխանության ժամանակներն է, որ ինչ ուզեն կարան անեն։ Չէ, տենց չի։ Այն ժամանակ իշխանություն ուներ, պրիվետ ռոբի համար զուգանում մարդ էին սպանում։ Հիմա իշխանություն չունի, յան համբալ են ասում ու ինքը ոչ մի բանը չի կարող անի։ Ինչ ուզում է գա էլի իշխանության, որ էլի պրիվետ ռոբի համար զուգանում մարդ սպանեն, այդ համբալը։ Չի լինելու տենց։ Բայց ինչի՞ չեք տարբերվում դուք ձեր խոսույթով։ Լավ է եղել։ Հիմա արդեն տարբերվում ենք, երբ չենք ասում, իր պատասխանը տվեցինք, ստացավ իրանը։ Հիմա արդեն տարբերվում ենք, երբ չենք ասում։ Դա որ հիմա մի հատ էլ ուրիշ բան ասի, մի հատ էլ եք կրկնելու, հա։ Ինչ անպատասխան թողենք։ Դե Նիկոլ Փաշինյանը 2020 Անպատասխան մնա։ Այսինքն ժողովրդի ընտրած վարչապետին անվանի համբալ ու դա անպատասխան թողենք։ Ինչ չեք մտածում, որ օրինակ դրանով ինքը ինչ որ ձևով ժողովրդին էլ անվանում համբալ 600,000 մարդ, 600,000-ից ավել մարդ քվեարկել է վարչապետի օգտին ու ընտրված վարչապետին երբեմն նախագահ աշխատած մարդը, ով երբևէ չի ընտրվել, անվանի համբալ, ժողովրդին անվանի համբալ, մենք էլ տենց ասենք, չէ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին մի ստատուս էր գրել Facebook-ում, ասում է, եթե հայոյանքին հայոյանքով չպատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, դա թուլության նշան չհամարեք, դա քաղաքականության մեջ նոր մշակույթ է, որտեղ չկա ատելության խոսք, ագրեսիա։ Ու պետքա դրանից առթավորվեն, սկսեն ասենք վիրավորել եւ համբալ ասել, չէ, երբեմն պետքա նաեւ պատասխանել։ Պարոն Կիրակոսյան, երբեմն, երբ ինչ որ մի համբալ ձեզ, հենց կոնկրետ ձեզ, ասում է համբալ, ինձ չեն ասել, Նիկոլ Փաշինյանին են ասել։ Դե ես ձեզ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության հավաքական քաղաքացիներին։ Բայց նա քաղաքացիներին չի ասել։ Ես արդեն ասացի, ինչով է քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների Ոչ, ընտրված վարչապետին, քաղաքացիների կողմից ընտրված վարչապետին վիրավորել է եւ դրա պատասխանը